Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Ազգային ժողովում ավարտվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանի թեկնածությունը հաստատելու քվեարկությունը։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Լիաննա Մանուկյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 96-ը։ Քվեատուփում առկա էր 96 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լիաննա Մանուկյան կողմ 57 դեմ 39։ Որոշումն ընդունված է, շնորհավորում ենք Տիկին Մանուկյան։ Ուժեղ Հայաստանի ընտրած մշտական հանձնաժողովներից 3-ում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, եվրոպական ինտեգրման և տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները, որոնք առաջադրվել էին առաջին փորձից, չհավաքեցին բավարար ձայներ։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ 61 պատգամավոր։ Այդ պաշտոնում Ուժեղ Հայաստանը երկրորդ փորձից առաջադրել էր Լիաննա Մանուկյանի թեկնածությունը։ Ավելի վաղ թեկնածուն պատասխանելով լրագրողների հարցին նշել էր, որ հանձնաժողովում աշխատանքը կախված չէ անձերից, եւ այդ աշխատանքը իրենից ներկայացնում է վերահսկողական ֆունկցիա պետական բյուջեի նկատմամբ։ Անկեղծ ասած, խոսքս առհասարակ ելույթը սկսել էի տարակուսանքով, պարոն Ֆարմանյանի նման պրոֆեսիոնալին այդ պաշտոնում չընտրելու համար, ինչով է պայմանավորված իմ անձի նկատմամբ խանդավառությունը, անկեղծ ասած չգիտեմ, մի քիչ սկսում եմ վտանգներ զգալ, կամ իրենք լավ չեն պատկերացնում, որ անձերից չի կախված հանձնաժողովում աշխատանքը, հանձնաժողովում աշխատանքի իրենից ենթադրում է վերահսկողական ֆունկցիա պետական բյուջեի նկատմամբ, անկախ նրանից ով կլինի մեր ֆրակցիայից, աշխատանքը արվելու է պլյուս-մինուս նույն ձևով, չեմ կարող։ Խիստ նախագահող եք լինելու, եթե ընտրվեք։ Լինելու եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ վերջին տարիների ընթացքում, քանի որ շատ խոսվեց նրա մասին, որ երկար տարիների ֆինանսական թիմեր ղեկավարելու փորձ ունեմ, պլյուս-մինուս նույն կերպ եմ աշխատելու, այդ խստությունը ինքնանպատակ չէ, ավելի շատ պահանջկոտ ու հետևողական, քան խիստ։ Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկել է նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում վերջինս չէր ընտրվել։ Հարություն Հարությունյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ Հարություն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը այս բարդ ու պատասխանատու պայմաններում իրեն նման կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ մեր խմբակցությանը եւ ինձ ներկայացնող Տիկին Հովսեփյանին նման դրական խոսքերի համար, իսկ խմբակցությանը շնորհակալ եմ այս բարդ ու պատասխանատու պայմաններում նման կարևորություն ունեցող հանձնաժողովի նախագահի թեկնածու որպես ինձ առաջադրելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես Տիկին Արեգա Հովսեփյանը ներկայացրեց իմ կենսագրությունից որոշակի հատվածներ, ես պատիվ եմ ունեցել սովորել եւ ավարտել Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ընդ որում իմ ուսումնական պրակտիկան անց եմ կացրել Ֆրանսիայի Հանրապետությունում 1 ամիս պրակտիկա անցկացնելով հայերին, ազգությամբ հայերի պատկանող, այդ պահին առնվազն աշխարհի ամենախոշոր հանքափոր մեքենաներ արտադրող Արամին ընկերությունում, նշված ուսումնական պրակտիկայից հետո բազմաթիվ առիթներ եմ ունեցել նաև գործնական միջավայրում շփվելու ինչպես այդ ընկերության ներկայացուցիչների, այնպես նաև այլ եվրոպական պետությունների տարբեր ոլորտներում տարբեր տեսակի գործունեություն ծավալող անձանց հետ։
Այդ պրակտիկաս նաև շարունակվել է փաստաբանական գործունեության ընթացքում եւ երբ որպես փաստաբան որոշակի առնչություն սկսեցի ունենալ հատկապես Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրությանը եւ առհասարակ եվրոպական իրավունքին, ինձ մոտ միանշանակորեն առաջացավ համոզմունք առ այն, որ եվրոպական ստանդարտներն իրականում շատ լավն են։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր, եթե ունենամ հնարավորություն նախագահելու այդ հանձնաժողովը, իմ ունեցած ամբողջ փորձը, ձեռք բերած հմտություններս կփորձեմ ծառայեցնել այդ հանձնաժողովի լավ աշխատանքներն ապահովելու համար։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման։ Ազգային ժողովի նիստում Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների քաղաքական անցյալին, նրանց կապերին նախկին իշխող ուժի հետ, ինչպես նաև սոցիալական և պաշտպանական ոլորտների խնդիրներին։ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցության անդամների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի կապեր ունի նախկին իշխող հանրապետական կուսակցության հետ։ Ազգային ժողովի փոխնախագահը թվարկեց խմբակցության մի շարք անդամների, որոնք կամ հանդիսացել են կուսակցության անդամներ, կամ նրանց հայրերը զբաղեցրել են բարձր պաշտոններ նախկին իշխանությունների օրոք։ Բան Ֆարմանյանը բան անում, ասում է, երրապատերազմի կուսակցություն նոր բան են գտել, փորձում են տես պրոյեկտ են, բայց շատ լավ, հարգելի գործընկերներ, ուզում եք իմանաք դուք ինչի կուսակցությունն եք։ Եկեք ձեզ ասեմ դուք ինչի կուսակցություն եք, բայց դա ասելու համար նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցությունն եք։ Պարոն Կարապետյան, որ այստեղ նստած եք, օրինակ ձեր հայրը հանրապետական ֆրակցիայի ղեկավարն կարծեմ ստեղ էր նստում, եթե չեմ սխալվում։ Հետո որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Պարոն Դարփինյանի հայրը Վանաձորի նախկին համայնքապետն է, ճիշտ է, պարոն Սուքիասյան, դուք կապ ունեիք, չէ՞, չունեիք, շատ լավ։ Պարոն Թամրազյանը կարծեմ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է։ Տիկին Սյուզան Ավետիսյանը կարծեմ նախկինում հանրապետական եղել է։ Պարոն Էդգար Ղազարյանը, Պարոն Հարություն Մնացականյանը հայտնի հանրապետական կուսակցության անդամ է, պարոն մի խոսեք տեղից։ Պարոն Էդգար Ղազարյանը ընդհանրապես երևի աշխարհի ամենահայտնի հանրապետականն է, սպայի դրությամբ են իրեն հայտնի ելույթով, որ մենք հանրապետականն ենք հզոր անպարտելի ուժ։ Պարոն Անուշավան Մանուչարյանի հայրը Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, եթե չեմ սխալվում, էլի հանրապետական, ճիշտ է։ Պարոն Շիրազ Մանուկյանը Հանրապետականի Երիթևի նախկին անդամ է, ճիշտ է, պարոն Հարություն, դուք կապ ունեցել եք հանրապետ, այս մեկը փուստ էր։ Պարոն Վրույր Այվազյան, դուք կապ ունեցել եք առնվազն, չեք ունեցել, ես էլ զարմանալի դեպք, դե պարոն Մամիկոն Ասլանյանին եկանք, պարոն Մամիկոն Ասլանյանն է, բոլորդ է գիտեք, հանրապետական կուսակցության անդամ, խորհրդի անդամ եւ այլն։ Հարգելի գործընկերներ, ֆիքսեցինք, որ դուք հանրապետական կուսակցություն, ասեք կուսակցության խմբակցության կեսից շատի անունը տվեցի, ներկայացրի, որ կապ ունեն, երկու դեպքում ասեցի կարծեմ, մնացածը ասեցի հաստատ, երկու դեպքում ասի կարծեմ, եթե կա պարզաբանում կտակ, ես կասեմ, որ սխալվում է, հարգելի գործընկերներ, ես Պարոն Ալեքսանյան, ձեզ հուշում են տալի, Արամ Վարդևանյան պետք է ասեիք, չեք ասե։ Վերջապես, իհարկե, պարոն Վարդևանյանը, այո, եւ իհարկե պարոն Վարդևանյանը միանշանակ։ Հարգելի գործընկերներ, ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի, հետեւաբար դուք հանրապետական կուսակցությունն եք, դրա նոր ներկայացումն եք, ասում եք նոր ուժ եք, շատ լավ, դուք նոր հանրապետական ուժ եք, որ ձեր ուզածով էլ լինի եւ իրականությանն էլ համապատասխանի։ Եվ այսպիսով, երբ որ ասում եք երրապատերազմի կուսակցությունն եք, բյուջեն, պարտքը, բա ձեր իշխանության տարիներին, հարգելի գործընկերներ, այդ պարտքը տենց ձեզ չէր անհանգստացնում։ Օրինակ, որ 7 միլիարդի պարտք էի կանում, բայց օրինակ պարոն Ասլանյանի ղեկավարած քաղաքում երևի 2 հատ ասֆալտապատ փողոց կար, այնը սովետներ ասֆալտապատել։ Այդ ձեզ չէր անհանգստացնում, այդ 7 միլիարդի պարտքը։ Մեկ գնացեք Վանաձոր, մեկ տեսեք այդ քաղաքը ոնց է վերափոխվում։ Ձեզ չէր անհանգստացնում, դե պարոն Դարփինյանի հոր ժամանակահատվածն էլ հետը։ Ձեզ չէր անհանգստացնում, բայց այդ պարտքը որ աճում էր, բայց քաղաքը նույն ցեխի մեջ կորած էր։ Դուք ցեխոտ փողոցների կուսակցություն։ Ստեղից խոսում են սոցիալական բաներից, ասում է, աղքատություն։ Քանի միլիոն, քանի 100,000 մարդ է ձեր իշխանության տարիներին արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից։ Քանի 100,000 մարդ է արտագաղթել ձեր իշխանության տարիներին։ Հարգելի գործընկերներ, սոցիալական բանից եք խոսում։ Էդ ինչ սոցիալական բանից եք խոսում։
Թոշակը 16000 դրամ թողել գնացել են։ Այդ թոշակը սարքել ենք 56000 դրամ բոնուսային բանով։ Ասում եմ թոշակը բարձրացել է ընդամենը 20%-ով։ Այդ ինչ մաթեմատիկայով եք հաշվում, որ 20%-ով է բարձրացել։ Այդ որ մաթեմատիկայով է 20%։ 16000-ը որ դառնում է 46 ու պլյուս եւս 20%-ի հնարավորություն, դա դառնում է 20%։ Այդ ինչ մաթեմատիկա է։ Պարոն Վարմանյան, դուք էլ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի տեխնացու եք։ Այդ ո՞նց է տենցել։ Դուք ցածր թոշակների կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Ցածր 16000 դրամ, այն որ ասում եք կարակ 60000 դրամով ապրեք։ Բայց փորձել եք 18 թվին 16000 դրամով ապրեք։ Բա փորձեիք, բա ինչ չեք փորձել, հարգելի գործընկերներ։ Ասում եմ, եռապատերազմի կուսակցությունն եք։ 16 թվականի ապրիլյան պատերազմը որ եղավ։ Մեկ կա հիշեք հետո նաև ձեր հետ կապ ունեցող Կարեն Կարապետյանը ինչ ասեց։ Տանկերում բենզինի եւ դիզելի մնացածի հետ կապված։ Կարեն Կարապետյանն էր, պարոն Վարդևանյանի ղեկավարը, մոտ պարոն Վարդևանյանը օգնական էր, ես չէի։ Եղոյանը չէր նույնիսկ, սենց ասեմ, ահա։ Ոչ ես էի, ոչ Եղոյանը։ Կարեն Կարապետյանն էր։ Ասես տանկերի մեջից բենզինը չկար, գողացած էր։ Հետևաբար դուք տանկերի մեջից գողացած բենզինի կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Երբ որ դուք թողեցիք իշխանությունը, այսինքն դուք չթողեցիք, ժողովուրդը վերցրեց իշխանությունը վերջապես ձեզնից հանրապետականներից իշխանությունը, հարգելի գործընկերներ։ Հայաստանի զինված ուժերում գիտեք ինչ վիճակ էր։ Դուք գիտեք ինչ զենքեր էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Եթե այդ զենքերի մեծ մասը կարելի լիներ մետալալոմ անվանել, դա շատ, ինձ թվում է շատ տենց դրական մի բան կլիներ, հարգելի գործընկերներ։ Հետևաբար դուք մետալալոմը բանակ բերած ու զենքի տեղ խուրդած կներեք 1000 ներողություն այս բառի համար կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումը խորհրդարանում կմեկնարկի օգոստոսի 24-ից։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին ժամը 10:00-ին տեղի կունենա ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 20-ի նիստում հավանություն է տվել կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրին եւ այն ուղարկել խորհրդարանի քննարկմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման եւ իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ։ Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումների առցանց իրականացում, աշխատանքների արձանագրում իրական ժամանակում, տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար, գործընթացների թափանցիկության եւ վերահսկելիության ապահովում, շինարարության որակի բարելավում։ Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման եւ վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը եւ հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը։ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում այգի 10 հասցեում գտնվող 630 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1.182.000 դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի արժեքավոր ներդրում ունենալ խաղաղության, կայունության եւ միջազգային համագործակցության գործում, տարածաշրջանային եւ միջազգային նշանակալի մարտահրավերների պայմաններում։ Արարատ Միրզոյանին շնորհավորել է նաև Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյոնը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել գործատուների հետ, որը նպատակ ուներ քննարկելու 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը։ Նախարարը ներկայացրել է նախնական նախագիծը, ըստ որի պետք է ձևավորվի ապահովագրավճարը։ Համաձայն նախագծի 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, մնացած 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը գործատուն։ Այս ձևաչափի նպատակը մինչև 200,000 դրամ ստացող քաղաքացիների ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։ Նախարարությունից նշում են, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով, մինչև ապահովագրության բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք համայնքին վերադարձնելու իրավական գործընթացը սկսված է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապօրինի օտարված գույքերը Լոռու մարզի համայնքներին վերադարձնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ։ Եվ շարունակելով թողարկումը, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ստուգայցեր իրականացնել բանակային դիրքեր։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զորամասեր և բանակային դիրքեր ստուգայցերը սկսել է օգոստոսի 19-ից։ Այս ընթացքում նախարարը ստուգայցերով եղել է մի շարք զորամասերում և բանակային դիրքերում, շփվել զինծառայողների հետ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է բանակի օդաչուների ուսումնական թռիչքները։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Մոտ 2 րոպեից մեր թռիչքի սկիզբն է, մենք պատրաստվենք, որ կատարենք մեր սիրելի թռիչքը։ Ինչքան էլ թռնես, ինչքան էլ կատարելագործվես, մեկ է քիչ է, որպես օդաչուտը կարող եմ վստահ ասել։ Օդաչու լինելը պարզապես մասնագիտություն չէ, այն ընտրություն է, կենսակերպ, նվիրում և ինչ-որ առումով կախվածություն օդից։ Օդաչուն նստելով ինքնաթիռի մեջ մոռանում է ամեն ինչի մասին, միտքը, գաղափարը իր թռիչքի հաջող ճիշտ կատարման վրա է, վայելում է թռիչքի ամեն վայրկյանը։ Եվ ահա սկսվում է այն, ինչին հնարավոր չէ նայել առանց հիացմունքի։ Սուր վերելքներ, կտրուկ շրջադարձեր, արագության ու ճշգրտության անհավանական ու միաժամանակ կատարյալ համադրություն։ Արդեն 10 տարի է թռնում եմ։ Ամեն թռիչքի հետ կատարելագործվում ես, զարգանում ես, աշխատում ես քո վրա ու աճում ես, անընդհատ աճում ես։ Օդաչուի ամենամեծ գնահատականը հաջողված թռիչքն է։ Նրանք պարզապես ամեն օր կատարում են իրենց ծառայությունը։ Ծառայություն, որը պահանջում է անվախություն և հավատ սեփական ուժերին։ Բոլոր օդաչուները ցանկացած պարագայում ձգտում են հասնել իրենց թե ծառայողական, թե մասնագիտական ամենավերին արդյունքներին, թե ինչպիսի խուսավարումներ, ինչպիսի թռիչքներ են կատարում, ինչպիսի մանևրներ են կատարում երկնքում, բոլորս ճիշտ է հիանում ենք, բայց իմացած եղեք, որ այդ ամեն ինչը կատարվում է, ցուցանվում է օդաչուներին, որպեսզի իրենք իրենց ժամանակին, իրենց դիմաց տված խնդիրը ճիշտ կատարեն։
Օթաչուն երբեք միայնակ չի թռչում, նրա հետ են տարիների ուսուցումն ու փորձառությունը, հայրենիքի հանդեպ հասարակ մեծ պատասխանատվությունը, եւ հենց այդ պատասխանատվությունն է, որ սովորական մասնագիտությունը դարձնում է առաքելություն։ Շփոթ ենք, որ մեր բանակը զարգանում է։ Սու 25-երն ու Սու 30-ը շարունակում են գծել իրենց հետագիծը հայկական երկնքում, իսկ նրանց խցիկներում նստած մարդիկ ամեն օր ապացուցում են պարզ ճշմարտությունը։ Երկինքը վստահվում է միայն լավագույններին։ Լաուրա Մամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենի տեղակալ Սանամանյանի եւ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակման զարգացման վերաբերյալ հարցեր։ Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին է հանձնվել փոխանցիկ դրոշներ եւ հավաստագրեր։ Ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների եւ դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի եւ Բելարուսի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Պաշտոնյան հավելել է, որ Լեհաստանի ուժային կառույցներն արդեն այդ նպատակների համար ունեն պահուստներ, ամրաշինություններ եւ ամրություններ։ Իր հերթին ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է Ռուսաստանի եւ Բելարուսի հետ սահմանային անցակետերը արգելափակել 7-ից 14 օրվա ընթացքում։ Նա հավելել է, որ այդ նպատակով Լեհաստանը մասնավորապես ականներ է գնում։ Լեհաստանը արևելյան վահան ծրագիրը ստեղծել է 2024 թվականին։ 4 տարվա ընթացքում դրա համար պլանավորվում է հատկացնել 2.5 միլիարդ դոլար։ Լեհական իշխանություններն այս ծրագրի օգնությամբ մտադիր են ռազմական ենթակառուցվածք ստեղծել Ռուսաստանի Դաշնության եւ Բելարուսի հետ սահմանի արևելյան թևում։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ գործարքի կնքումը բարդացել է այդ երկրի ռազմական ներուժի թուլացման եւ նրա ղեկավար կազմի մեծ մասի սպանության պատճառով։ Ռազմածովային ուժերն այլևս չկան, ռազմաօդային ուժերը չկան, ղեկավարություն չկա, շատ առաջնորդներ այլևս չկան։ Գործարք կնքելը հեշտ չէ, քանի որ ոչ ոք չգիտի, թե ով է նրանց ղեկավարը, նշել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը հերթական անգամ ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է Թեհրանի թույլ չտալ միջուկային զենք ստանալ։ Նրա խոսքով Թեհրանն ընդամենը մի քանի շաբաթ էր հեռու միջուկային ռումբի ստեղծումից, երբ 2025 թվականին հրաման տվեց հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին։ Թրամփը հավելել է, որ եթե չլիներ Միացյալ Նահանգների միջամտությունը, Իրանը երկրի երեսից կջնջեր Իսրայելը եւ ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անիտա Անանդի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունները երկու երկրների կողմից նոր առևտրային համաձայնագրի համաձայնեցումից հետո, որը կանխել է լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը։ Հանդիպման մասին Ռուբիոն հայտնել է X հարթակի իր էջում։ Հանդիպում եմ անցկացրել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ Ամրապնդելու ԱՄՆ-Կանադա համակարգումը մեր կիսագնդում երկու կողմերին հետաքրքրող անվտանգության եւ տնտեսական առաջնահերթությունների շուրջ, գրել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը քննարկել են նաեւ Արկտիկայի անվտանգության հարցերը, իրավիճակը Կուբայում եւ համատեղ օգնությունը Վենեսուելային երկրաշարժից հետո։ Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Կանադան համաձայնեցրել են առևտրային գործարքը։ Դրանից մեկ օր առաջ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները 3 օրով դադարեցնում է կանադական ապրանքների համար նախատեսվող 50% մաքսատուրքերը։
Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Հավանայի նկատմամբ նպատակ ունեն վնաս հասցնելու Կուբայի տնտեսությանը եւ խանգարելու Կուբայի կառավարությանը հիմնական ծառայություններ տրամադրել բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ Նախարարը նշել է, որ այս պատժամիջոցները մասնավորապես խոչընդոտում են պարենով, դեղորայքով եւ բժշկական սարքավորումներով բեռնարկղերի տեղափոխմանը, որոնց զգալի մասը գնում են կուբայական մասնավոր փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններ։ Օգոստոսի 20-ին ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել ժողովուրդների հետ Կուբայի բարեկամության ինստիտուտի 3 ներկայացուցչի, Կուբայի շինարարության նախարարության եւ 8 իրավաբանական անձանց դեմ, որոնք ենթադրաբար կապված են հանրապետության կառավարության հետ։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարության համաձայն արդեն իսկ ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ժողովուրդների հետ Կուբայի բարեկամության ինստիտուտի անդամները սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թվաքանակը օգոստոսի 20-ին նախորդ օրվա համեմատությամբ նվազել է կրկնակի։ Մերձավոր արևելքում նավագնացության ռիսկերի առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին ջրային ճանապարհով անցել է հումքային ապրանքներ փոխադրող ընդամենը 7 նավ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Վերլուծաբանների տվյալներով 4 նավ մտել է նեղուց, 3-ը դուրս եկել այնտեղից։ Դրանց թվում նավթ կամ հեղուկացված բնական գազ փոխադրող խոշոր լցանավեր չեն եղել, սակայն նեղուցով տարանցման իրանական երթուղով անցել է պրոպան եւ բութան փոխադրող գազատար։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակն էլ ավելի է խաթարել ջրային ուղուլի արժեք վերաբացման շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան սակարանում 1 բարելի դիմաց այս տարվա հուլիսի 24-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է $94-ից։ Ռուսաստանը չի պլանավորում զանգվածային զորահավաք անցկացնել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս պահին մեզ զանգվածային զորահավաք պետք չէ, որքանով ես գիտեմ, այն ոչ պլանավորված է, ոչ էլ սպասվում է։ Նա նաև հերքել է այն հաղորդագրությունները, որ ռուսաստանցի տղամարդիկ զանգվածային կերպով հեռանում են արտերկիր։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ըստ հետախուզական տվյալների Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հակամարտության կարգավորման շուրջ, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։ Նրա խոսքով ուկրաինական կողմը պատրաստ է նստելու բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմին, խոսել ռուսների հետ եւ ապացուցել իր փաստարկները։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները ներկայումս դադարեցված են։ Նաև ընդգծել է, որ Կիևն ակնկալում է ամերիկացի բանագնացների այց, որպեսզի բանակցային գործընթացը տեղից շարժվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի հետ, հիմնվելով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Օգոստոսի սկզբին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Կրեմլից արձագանքել էին, որ դրանք շարունակելու հարցում պայմանավորվածություններ դեռ չկան, բայց Ռուսաստանը բաց է երկխոսության համար։ Շարունակենք թողարկումը։ ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այցի ընթացքում Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող բարեկության աշխատանքներին, տեղում գնահատելու իրավիճակը եւ ծանոթանալու վերջին զարգացումներին։ Հանդիպման եւ բարեկության ընթացքում քննարկվել են մարզում առկա իրավիճակը եւ անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ռուսաստանով Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը։ Ըստ տվյալների 11 վագոնում բեռնված է 1108 տոննա ցորեն, իսկ 4-ում 273 տոննա գարի։ Մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 47000 տոննա հացահատիկ, շուրջ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է տարհանվել շուրջ 15000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5000 տոննա ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզին։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումը եւ իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ եւ համալիր գործողություններ։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ եւ համալիր գործողություններ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջը հսկողություն եւ դարանակալներ են իրականացել վերնշված օգտատերերի բնակության հասցեներում։ Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում Խուզարկություններ են իրականացել մի շարք անձանց բնակության հասցեներում, որի արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեպի բույսեր, ինչպես նաև 8 միլիոն 170 հազար ՀՀ դրամ գումար եւ 4500 ԱՄՆ դոլար։ Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։ Եվ վերջում եղանակի մասին։ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-ից 24-ը, օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-ից 6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին Լեռնային մարզերում, ցերեկը հասնելով +32-ից +33 աստիճան Ցելսիուսի, նախալեռնային գոտում +36-ից +37 աստիճան Ցելսիուսի, հովտային գոտում, հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38-ից +40 աստիճան Ցելսիուսի։ Օգոստոսի 21-ից 26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս եթերաժամի լրազամբյուղ այսքանով սպառված է, իսկ դուք բաց չթողնեք update վերլուծականը անմիջապես թողարկումից հետո, իսկ ես ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, կհանդիպենք։